Որովհետև հոկտեմբերի 27-ից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ Պաշտպանության նախարարությունը տանկերը իջեցրեց քաղաք։ Եվ այդ տանկեր ու զինտեխնիկան քաղաք իջեցնելը համաձայնեցված չէր երկրի գործող նախագահի գերագույն գլխավոր հրամանատարի հետ։ Հետևաբար, եթե իշխանության մնում էր գերագույն գործող հրամանատարը, ու այդ իջեցնողները չէին ունենում հակակշիռ կառավարությունում, այդ գերագույն գլխավոր հրամանատարը նրանց որպես զինվորական հեղաշրջում անողների ձերբակալելու էր։ Այստեղ էր խնդիրը, որ իրենք եկան իմ մոտ ու ինձ ասացին, որ դու պարտավոր ես զգաս, որտեղ մենք այդ արել ենք, որտեղ կասկածում ենք այս բաներում, ու մենք այդ արել ենք մեր այդ արածի համար մեզ վաղը դատապարտելու են, հաջորդը մենք ենք լինելու։ Դու պարտավոր ես գալ վարչապետ։ Եվ ես համաձայնեցի գալ վարչապետ, որտեղ հակառակ դեպքում վախկոտություն էր լինելու։ Այդ պահին դիտարկում էր այսպես եղբորս ընկերները իրենց ֆիզիկական անվտանգության, պետական խնդիր են վերցրել իրենց վրա, ու դու վախենում ես գնաս դրան տեր կանգնես։ Ես համաձայնեցի եկա։ Որից հետո իրենք մտածեցին, որ ինձ իրենք են բերել, ուրեմն իրենք ինչ ասեն, ես այդ պիտի անեմ։ Ես այդ չարեցի, որտեվ ասենք Մանվել Գրիգորյանը հոգնել էր արդեն հորադիզում մնալուց, որտեվ մինչև այդ ինքը հորադիզում էր Երևանից 200-300 կիլոմետր այն կողմ, եւ շատ քչերն էին շփվում այստեղ Մանվելի հետ։ Ինքն էլ այնտեղ հորադիսում զորամաս էր կառուցում։ Հոգնել էին մարդիկ արդեն այնտեղ լինելուց, եկան այստեղ քաղաքական կյանքը տեսան, որ կարողանում են վարչապետ դնել եւ այլն իջեցնել, որ իրենց հետ արդեն այլ ձևով են խոսում, որ իրենց այլ հնարավորություններ է բացվում։ Եվ ինձ ասացին, որ այ պիտի կոչում բարձրացնես, պաշտոններ տաս այս մարդկանց եւ այլ, այս ենթատեքստում է եղել խոսակցությունը։ Ես իհարկե բնականաբար կարող է այդ ժամանակ մի քիչ ավելի կոշտ, ասացի, որ ուղիղ եմ ասել, ինչ որ իմ եղբայրը ձեզ տվել է, մի բան էլ ավել է տվել, ու որ չլինի, որ սուտ եմ ասում էլի, ու մինչև հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, որևէ մեկը որևէ պաշտոնի մասին իմ հետ չխոսեք։ Այս խոսակցությանը շատ երկրապահներ են ներկա եղել։ Եվ դրանից հետո կար մարդ, որը լսում էր այդ ամեն ինչը, այդ մարդու անունը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ինքը կանչեց, ասաց, չես ուզում գնաս հորադիս։ Խնդրեմ, պաշտպանության փոխնախարար ես ուզում, ես տալիս եմ։ Գեներալ լեյտենանտ ես ուզում, ես տալիս եմ։ Այս մարդիկ էլ, քանի որ իրենց ունակությունները դա էր, իրենց ցանկությունը դա էր, նաև պոտենցիալներ այդքան, այդ փայլուն բաներ սիրող, տուշոնկա, չգիտեմ, այսինքն պաշտոնի ու նյութականի փորձությանը չդիմացող մարդիկ էին։